Սիրելի ընկերներ ջան, ողջույն։ Ես գիտեմ, որ անցած վիդեոյում ասել եմ, որ համացանցով պատվիրած իմ ապրանքները արդեն հասել է, եւ հավանաբար մտածում եք, որ այս վիդեոյում պետք է միասին ապափաթեթավորենք, բայց չէ, այսօր ես ու Փայցենը որոշել ենք գնանք լվացքի մեքենա նայելու, տեսնենք ինչ նոր մոդելներ կան, գները ինչպիսինն են, եւ եթե գտնեմ իմ հավանածը, կարող է տեղում էլ գնենք։ Գնացինք, գազանները չեն թողում, խոստեմ։ Մեր տան համար, այսպես ասած մեծ իրերից, մնացել է գնենք հեռուստացույց, օդորակիչներ եւ լվացքի մեքենա։ 我最害怕买电视了，我家那个电视机让他拿擀面杖砸了个角。啊，没事没事没事。你走路看着点。哦，4.9还行啊。 Այսօր գլխավոր նպատակը լվացքի մեքենան է։ Քանի որ այս տարի շոկ եղանակը մոտենում է ավարտին, մենք որոշեցինք, որ օդորակիչները կթողենք մյուս տարվան։ Տանը հնարավորություն կա տեղադրելու 4 օդորակիչ, բայց մենք որոշել ենք տեղադրենք 2-ը, մեկը հյուրասենյակում, մեկը մեր ննջարանում։ Այսօր առավոտյան լվացքի մեքենա գնելու պատրվակով դուրս ենք եկել տնից եւ դեռ չենք վերադարձել։ Սա հավանաբար արդեն 6-րդ թե 7-րդ խանութն է, որ ման ենք գալիս։ Իդեպ ասեմ, որ ես ամուսնությունից առաջ ամեն ինչ շատ հեշտ էի գնում։ Նախ հավես չէի անում մի բան գնելու համար այսքան երկար ման գալ, երկրորդն էլ երբեք չեմ նայել արժեքին կամ որակին։ Առաջին պատահածը, որը որ հավանել եմ, գնել եմ։ 呀，今天带朋友出来玩啦！呀，给我们朋友买大电视，是吧？买洗衣机。 Բայց քանի որ իմ ամուսինը Քայցենն է, ով բնավորությամբ շատ քթի մազ է, 8 տարիների ընթացքում ես նրանից շատ բան եմ սովորել։ Եթե ասեմ, որ նա գծուծ է, այդպես չէ։ Ուղղակի նա գիտի իր գումարը որտեղ է ծախսում։ Ես էլ նրանից սովորել եմ գնել լավը, որակով գնին համապատասխանը։ 买了那么多东西才1000多，买了2个桌子的膜，对吗？做的膜，塑料膜。买了一个毯子，买了一个床盖子，买了两个4件套那种床单被罩什么什么，然后买了2个褥子套，买了3个褥子，买了3个被子，4个枕头，才1000多，好开心。 1000多少？然后我们这一大早，然后带着我们家老三出来跟老婆买洗衣机。现在我们家大件就还差一个电视跟空调。对，电视。对，还差这2个大件。今天把洗衣机搞定了，花了2500。本来是3000多，我们还是差一个大件儿。我的摇椅。摇椅。现在老婆把我们新家既打造成又能住，而且还能办公。反正回来了，我们就现在慢慢收拾新家。反正我们想的是在孩子们开学的时候，9月1号吧，开始入住。哇，牛肉面给大家看，我们山西人最爱的面。哟，老婆的凉拌面，吃，来我抱。你不用你的糖我的死。我抱吧，你的小胳膊小腿儿。为什么？老公，我感觉这个机子排的好舒服，那肯定的。给我也买一个。你就用吧。你知道咱们山西人为啥恋家吗？为什么？因为好香。这个我不知道，但是我知道我为什么我的老公那么胖了。天天吃那么一大碗的面。喝点。好吃。爷爷奶奶的卧室。 好硬。Ինչպես նախորդ վիդեոյում ասել էի, որ մեր մահճակալի կողքի տախտակների վրա պետք է հավաքենք փափուկ բարձիկներ, եւ դուք ուղղել եք ինձ ասելով, որ դա սնար է կոչվում։ Այսօր հրավիրել ենք սնար պատրաստող վարպետին, որպեսզի գա եւ վերցնի մեր մահճակալի չափսերը, որպեսզի համապատասխան այդ չափսերի մեր այս տախտակների համար պատրաստի սնարներ։ Մի քիչ ինչի հնչում, բայց դա է։ Գույնը եւ ձևը արդեն ընտրել ենք, սպասենք արդյունքին։ Ինչպես տեսնում եք, լվացքի մեքենան մենք երկար փնտրտուքներից հետո վերջապես գնեցինք ու արդեն առաքեցին։ Իդեպ առաքումն ու տեղադրումը մտնում է ապրանքի գնի մեջ։
Լվացքի մեքենան ընտրել ենք փոքր կարապ ապրանքանիշից, չգիտեմ Հայաստանում կա թե ոչ։ Ապրանքը առաքելուց հետո վարպետը կմոտենա, որպեսզի այն տեղադրի։ Բնականաբար մինչև տեղադրելը ես պետք է հասցնեի մաքրել լվացքի մեքենայի համար նախատեսված պահարանը։ Ահա եւ ձեր ասած սնարները, սիրելի ընկերներ, սա Միլայի ննջասենյակն է։ Միլայի մահճակալի համար սնար տեղադրել ենք գլխի եւ կողքի հատվածում։ Իսկ մեր ննջարանում մեր մահճակալի համար միայն գլխի հատվածում։ Այս մի սենյակի նույնպես միայն գլխի հատվածում եւ այս ամենը մեր վրա արժեցել է 1800 յուան։ Այստեղ ինչպես տեսնում եք աշխատողը մոտեցել է որպեսի տեղադրի լվացքի մեքենան։ Մինչ նա տեղադրում է ես մի փոքր պատմեմ մեր ընտրության մասին։ Լվացքի մեքենա ընտրելուց ես առաջինը կարևորում եմ նրա թմբուկը, որովհետև իմ համար շատ կարևոր է, որ լվացքը լվացվի մաքսիմալ մաքուր։ Թմբուկի ներսի հատվածի ձևը, նրա պտույտի արագությունը։ Նաև շատ սիրում եմ լվացման ծրագրերը, ինչքան շատ, այնքան հետաքրքիր։ Այս մեքենայի դրական կողմերից է նրա անաղմուկ լինելը, որովհետև շատ դեպքեր են եղել, երբ ես մեր հարևանի լվացքի մեքենայի ձայնից քնիցս արթնացել եմ։ Իմ համար կարևոր է նաև լվացքի մեքենայի տարողությունը։ Քանի որ մենք մեծ ընտանիք ենք, մեզ պետք է բավականին տարողունակ լվացքի մեքենա։ Ես մեծ ուրախությամբ կընտրեի 12 լիտր տարողությամբ լվացքի մեքենա, բայց քանի որ մենք նախորոք արդեն հավաքել էինք լվացքի մեքենայի համար նախատեսված պահարանը, ապա պետք է հետևենք ստանդարտներին՝ 10 լիտր տարողությամբ։ Այս մեքենան սիրում եմ նաև նրա համար, որ լվացքի հեղուկը մենք լցնում ենք ինչքան ուզում ենք, իսկ նա օգտագործում է ինչքան որ պետք է։ Մեքենայի նախնական գինը 3400 յուան էր։ Անցնելով բոլոր զեղչային ճանապարհներով, մենք այն կարողացանք ձեռք բերել 2500 յուանով։ Իդեպ չեմ հիշում պատմել եմ թե ոչ, Չինաստանում այսպիսի մի հետաքրքիր բան կա։ Յուրաքանչյուր բնակիչ էլեկտրոնիկա գնելու ժամանակ պետության կողմից փոխհատուցման հնարավորություն ունի։ Անցած տարվա դրությամբ յուրաքանչյուր բնակիչի պետության կողմից փոխհատուցմամբ յուրաքանչյուր ապրանքատեսակից հասնում է 1 հատ, բացառությամբ օդորակիչի։ Օդորակիչները 4 հատ էին։ Այս տարի օդորակիչն է դարձել 1 հատ։ Փոխհատուցումը կազմում է ապրանքի գնի 20%-ը։ Բնականաբար ես զառազան համբերս արդեն սկսել եմ օգտագործել մեր նոր լվացքի մեքենան։ Իդեպ ինքը բավականին անաղմուկ է, պետքա շատ լռություն լինի, որ լսվի այս ջրի լցվելու եւ իր պտտվելու ձայնը։ Իդեպ ջրի լցվելու ձայնը ավելի սենց բարձր է, քան իր պտտվելու։ Մնացել է ընդամենը 10 րոպե։ Ես լվանում եմ արդեն վարագույրները։ Սիրելի ընկերներ ջան, այսօրվա համար այսքանը։ Կտեսնվենք հաջորդ վիդեոյում։